Տեր հայր, օրվա ընթացքում ինչքան պետք է աղոթել։ Փորձենք մի քանի կետերով բացատրել։ Այն մարդը, ով նոր է սկսել հոգևոր ընթացքը, պետք է օրվա ընթացքում իր համար հստակ ժամեր որոշի աղոթելու համար։ Եթե ինքը այդպես չվարվի, շատ շուտ կհոգնի, այլևս չի կարողանալ աղոթել եւ Տիրոջ հետ մտերմանալ։ Բայց մարդը, ով հոգեորպես աճել է, Սուրբ Հոգու զորությամբ լցված է, նրա համար պետք չեն ժամեր, որտեղ ինքը կարող է ցանկացած պահի կանգնել աղոթքի։ Եվ ասենք, որ աղոթք ամենադժվար գործն է, որpիսի դու աղոթես, պետք է նախ պատրաստվես, տրամադրվես, միջավայրդ այնպեսին լինի, որ դու խաղաղության մեջ կարողանաս Տիրոջ հետ առանձնանալ։ Սկսնակ մարդը, ով որ ուզում է Տիրոջը մոտենալ, պետք է չմտածի վայրկյանների կամ րոպեների մասին։ Երբ որ դու քո սիրելի հետ ես, դու երբեք չես մտածում ժամանակի մասին, թե ինչքան այդ ժամանակը կտևի։ Հակառակը մոռանում ես ժամանակի ընթացքի մասին եւ դու մտնում ես հավերժության մեջ, դու անպայման ուզում ես քո սիրելի ներկայությունը վայելել։ Այնպես էլ աղոթող մարդն է։ Ինքը չպիտի մտածի, օրվա մեջ 10 րոպե աղոթեցի, 20 րոպե աղոթեցի, կես ժամ աղոթեցի կամ 2 ժամ աղոթեցի, այլ ինչքան կարող ես երկար լինել այդ աղոթքի մեջ, որովհետև աղոթքը սիրո արտահայտությունն է եւ Տիրոջ հետ լինելու հնարավորությունը։ Ինչքան Տիրոջ հետ երկար ապրես, այնքան կարող ես հարատևել։ Մի կարևոր հանգամանք նաև սիրելիներ, աղոթող մարդը պետք է իրեն հարց տա, ինչպիսի քրիստոնյա է ինքը կամ ինչպիսի քրիստոնյա է ուզում ինքը լինել։ Եթե ուզում ես հավատքի մեջ զորավոր մեկը լինել, երկնքի արքայությունը ժառանգել եւ այնտեղ կարևոր տեղ ունես, արեգապի պես լուսավոր կերպարանք ունենալ, ուրեմն շատ քիչ աղոթքը ընդունելի չէ։ Հայրերն ասում են, ինչքան դու երկար աղոթես, այնքան Աստծո ներկայության մեջ կլինես։ Ինչքան դու երկար աղոթես, դու կարող ես սատանայի դեմ պայքարել ու հաղթող դուրս գալ։ Ինչքան դու երկար աղոթես, այնքան կզգաս հավիտենական կյանքի ներկայությունը այս աշխարհի մեջ։ Ուրեմն ինչպիսին ես դու ուզում լինել կամ ինչպիսի քրիստոնյա ես դու ուզում լինել, շատ կարևոր հարցադրում է։ Եվ աղոթելուց դու պետք է նայես ոչ թե Տիրոջ ձեռքերին, թե ինչ կստանաս նրանից, այլ Տիրոջ սրտին, թե ինչպես ես ուզում նրա սրտի մեջ բնակվել եւ Տիրոջ սիրտը փոխադրել քո սրտի մեջ։ Երբ որ դու աղոթքից նայում ես, աղոթքի ընթացքում նայում ես Տիրոջ ձեռքերին, դու արդեն դատապարտված ես, որտեղ դու ուզում ես ինչ-որ բան ստանալ, բայց երբ որ դու նայում ես Տիրոջ սրտի մեջ, ուզում ես որ դու բնակվել այդ սրտի մեջ։ Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եւս սիրելիներ, աղոթքի պահը Տիրոջ հետ լինելու պահն է, որpիսի դու Տիրոջը ճանաչես, դու նրա հետ պետք է երկար ժամանակ անցկացնես։ Ինչու են մենք ասում, եթե ուզում ես մարդուն ճանաչիր, նրա հետ ճանապարհ անցի։ Աղոթքը Տիրոջ հետ անցնելիք ճանապարհն է։ Ինչքան երկար խոսեցիր, ինչքան երկար աղոթեցիր, ինչքան երկար մտերմիկ զրույց ունեցար Տիրոջը, ավելի լավ կճանաչես նրա զորությունը, նրա կամքը, նրա անսահմանությունը, նրա ամենակարողությունը եւ ամենագլխավորը նրա ողորմած եւ հայրական սերը կընկալես ու կընդունես քո կյանքի մեջ։ Անցար այդ երկար ճանապարհը Տիրոջ հետ, ուրեմն դու փորձության մեջ էլ չես ընկնի, ինչպես որ Հիսուս է ասում, արթուն եղեք եւ աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Ուրեմն աղոթքի հստակ ժամ ունենալը եւ աղոթքի մեջ երկար հարատևելը մեկ նպատակ ունի՝ Տիրոջ հետ երկար ժամանակ անցկացնել։